Ողջույն սիրելիներս, այժմ կներկայացնեմ 2024 թվականի մարտ ամսվա կանխատեսումները։ Դե ինձ սիրելի ընկերներ, մարտը գարնան առաջին ամիսն է և արդեն իսկ մարտին մեզ սպասվում են խավարումներ։ Նշանակում է մարտը բավականին կարևոր ամիս է լինելու մեզ բոլորիս համար, սակայն նշեմ, որ մարտ ամիսը ավելի քիչ լարված օրեր է ունենալու, քան ասենք փետրվար ամիսը, նշանակում է հատկապես մինչև մարտի 20-ը, 21-ը կարելի է ցանկացած գործունեություն իրականացնել, այստեղ նաև նշեմ, որ անձնական մոլորակներ չունենք հետընթաց, նշանակում է այստեղ ոչինչ մեզ հետ չի պահում, դե ինչ սկսենք ամիսը վերլուծել հերթական օրերով, Մարտի 1-ին Վեներա մոլորակը, որ այս պահին ջրհոսում է, սեքստիլ է կազմում հյուսիսային կետի հետ։ Սիրելիներս, Վեներայի և հյուսիսային կետի սեքստիլը կբերի մեզ նոր երազանքներ, նոր նպատակներ, նոր ծրագրեր։ Հյուսիսային կետը գտնվում է այս պահին խոյի նշանի ներքո, և հենց խոյ կշեռք առանցքի վրա էլ տեղի են ունենալու խավարումները։ Եվ այստեղ տեսեք Վեներան և հյուսիսային կետը, այստեղ այս շատ լավ ասպեկտացիայով մեզ տալիս են հնարավորություն կազմելու շատ համարձակ ապագայի ծրագրեր։ Իդեպ նշեմ Վեներան մինչև ամսի ուրեմն 21-ը, ներողություն, մինչև ամսի 11-ը Վեներան գտնվում է ջրհոսում։ Նշանակում է մինչև ամսի 11-ը մեզ մոտ տրամադրությունը բավականին, այսպես ասած, դրական և բարձր է, և Վեներան ջրհոսում շատ ակտիվ է, շատ շփվող է, և կարելի ասել այստեղ հենց դա է տրամադրում, որ մենք ամսի 1-ին ունենանք շատ լավ հեռանկարներ։ Ամսի 3-ը դրա փոխարեն կարող է լինել լարված, այստեղ մենք ունենք Վեներա Ուրան քառանկյունը։ Սիրելիներս, Ուրան մոլորակի կողմից այս ամիս նույնպես ունենք բավականաչափ ասպեկտացիաներ և դրական և բացասական, այնպես որ ուշադիր եղեք ամսի 3-ին հատկապես ֆինանսական գործունեություն կամ օնլայն հարթակում մեծ առքուվաճառք մի իրականացրեք, որովհետև այստեղ տհաճ անակնկալները կարող են ձեզ հիասթափեցնել։ Դրա փոխարեն ամսի 4-ն է շատ լավ օր, որովհետև Մերկուրի մոլորակը ձկներում է և այստեղ սեքստիլ է կազմում Ուրանի հետ։ Եվ նշանակում է, երբ Մերկուրին ձկներում է, մենք մի փոքր ինքնամփոփ ենք, մենք ավելի շատ կենտրոնացած ենք մեր ներաշխարհի վրա, միգուցե այնպիսի մարդկանց վրա, որոնք ենթադրենք հասարակության մեջ մենք ցույց չենք դնում մեր կապ այդ մարդկանց հետ, միգուցե գաղտնի սիրային կապերի կամ ինչ-որ աշխատանքի վրա, որի մասին չենք բարձրաձայնում, և այստեղ ամսի 4-ին կարող է լինել շատ դրական անակնկալ հենց այդ մարդուց կամ այդպիսի աշխատանքից, որը մենք ասենք տանից ենք կատարում, առանց մարդկանց հետ շփվելու ենք կատարում, այստեղ կարող ենք ունենալ ֆինանսական եկամուտ։ Ամսի 9-ը նույնպես լարված է, որովհետև այստեղ արդեն Մարս մոլորակն է ջրհոսից քառանկյուն կազմում Ուրանի հետ։ Սիրելիներս, երբ Մարսն է մտնում լարվածության մեջ, պարզապես այսօրը պետք չէ ճանապարհ գնալ, որովհետև վթարները սովորաբար հենց ակտիվանում են այսպիսի օրերին, և Ուրան մոլորակը նաև ներկայացնում է էլեկտրաէներգիան, հոսանքը, կայծակը, նաև ինքնաթիռը, և այստեղ այդպիսի բաներից պետք է զգուշանալ, անսարք ուրեմն հոսանքի հետ կապված սարքավորումներից պետք է զգուշանալ և նաև տրանսպորտից պետք է զգուշանալ։ Մարտի 10-ին ունենք նորալուսին, տեսեք սիրելիներս, այս նորալուսինը տեղի է ունենում ձկների 20 աստիճանում, և այս նորալուսինը այնքանով է լավը, կարելի ասել, որ այս նորալուսնի ժամանակ լուսին արև միությունը, ուրեմն այստեղ սեքստիլ են կազմում Յուպիտեր մոլորակի հետ, որը գտնվում է ցուլի ներքո, նշանակում է այս նորալուսինը մեզ բերելու է նորություններ, որոնք կարող են կապված լինել ֆինանսական հարցերի շուրջ, կարող են կապված լինել անձնական հարցերի հետ, ասենք, տեսեք, ձկների
Նշանը ներկայացնում է մեր ներաշխարհը, այն հույզերը, այն վախերը, այն մարդկանց, որոնց մասին մենք ընդհանրապես չենք խոսում, այսինքն սա գաղտնի 12-րդ ոլորտն է, եւ այստեղ մարտի 10-ից հետո հնարավոր է ֆինանսական լավ ձեռքբերում ունենանք, որի մասին չցանկանանք բարձրաձայնել, կամ մեր կյանքում հայտնվի ինչ-որ մեկը, որը մեզ հովանավոր կդառնա, նրա մասին պարզապես նա կցանկանա մնալ, ասենք, առանց բարձրաձայնելու իր մասին, անոնիմ, եւ մենք այսպիսով լավ գործարք կատարենք առանց մարդկանց մոտ այդ մասին խոսելու։ Հենց նույն օրը մարտի 10-ին Մերկուրի մոլորակը մուտք է գործում Խոյ։ Տեսեք, այստեղ Մերկուրին, երբ մուտք է գործում Խոյ, անմիջապես սեքստիլի մեջ է մտնում Պլուտոնի հետ։ Պլուտոնը գիտենք, որ ջրհոսում է արդեն, հունվարի 21-ից եւ ամսի 10-ը հետաքրքիր ծանոթությունների օր է։ Տեսեք, Մերկուրին ծանոթություն է ներկայացնում, Մերկուրին նոր ինֆորմացիա է ներկայացնում, եւ այսօր հնարավոր է, որ այնպիսի մարդու հետ ծանոթանանք, այնպիսի մարդկանց միջավայրում հայտնվենք, որոնք մեզ կարող են հետաքրքիր գործարքներ առաջարկել կամ հետաքրքիր ծրագրեր առաջարկել։ Տեսեք, Պլուտոնը սովորաբար այստեղ բերում է երկարաժամկետ process-ներ, այսինքն այն 20 տարի, առնվազն 19 տարի լինելու է ջրհոսում, նշանակում է, եթե այսպիսի գործարք է իրականանում, այն երկարաժամկետ է լինելու։ Ամսի 11-ին արդեն Վեներան մուտք է գործում Ձկներ։ Դե ինձ սիրելիներս, Վեներան Ձկներում բավականին նեղացկոտ է, կարելի ասել չշփվող է, խոցելի է, հուզառատ է, եւ նշանակում է, եթե մինչեւ ամսի 10-ը Վեներան շատ էր շփվում, շատ ազատություն ուներ եւ միգուցե այդից պատճառով էլ կային խնդիրներ խանդի հողի վրա կամ ինչ որ կոնֆլիկտային իրավիճակներ, այստեղ ամսի 11-ից Վեներան դառնում է ինքնամփոփ, այսինքն մեր անձնական կյանքում մենք արդեն մարտի 11-ից հետո դառնալու ենք մի փոքր ավելի չարտահայտվող, միգուցե խոցելի, նաեւ շուտ վիրավորվող, ամսի 20-ին արևն է մուտք գործում Խոյ։ Դե ինձ սիրելիներս, հենց արևը մուտք է գործում Խոյ, ամսի 21-ից արդեն սեքստիլ է կազմում կրկին Պլուտոն մոլորակի հետ։ Ամսի 21-ը մեծ գործերի օր է, սիրելիներս, որովհետև արև Պլուտոն սեքստիլը տալիս է մեծ հնարավորություն շատ լավ գործարքներ կատարել, կարելի է ցանկացած հարցով, ցանկացած իրավիճակում գտնել լուծում, կարելի է դատական process-ներին մասնակցել, կարելի է փաստաթղթային հարցերով զբաղվել, նաև այստեղ ֆինանսական գործունեությունն է շատ լավ ստացվում։ Սակայն նույն օրը ամսի 21-ին ունենք մի փոքր սահմանափակող ասպեկտ։ Այստեղ ունենք Վեներա, Սատուրն միությունը։ Դե ինչ, Վեներան նեղացկոտ Ձկներում է, միանում է Սատուրնի հետ, որը սահմանափակում է Վեներայի քմահաճույքները։ Նշանակում է ամսի 21-ին ենթադրենք ուզում ենք մի փոքրիկ ուրախություն մեզ համար գնել, սակայն ֆինանսը չի բավականացնում։ Ուզում ենք ինչ-որ միտեղ գնալ, զվարճանալ մեր ընկերների հետ, սակայն ինչ-որ մեկը կա, որ մեզ արգելում սահմանափակում է։ Այստեղ Սատուրնը փորձելու է ամեն դեպքում սահմանափակել Վեներայի փոքրիկ ուրախությունները։ Ամսի 22-ին արդեն Մարս մոլորակն է տեղափոխվում Ձկներ։ Դե ինձ սիրելիներս, զգում ենք, որ արդեն ամսվա վերջում մեր այն ակտիվ էներգիան, որը կար փետրվար ամսին, կար մարտի սկզբին, արդեն մարտ ամսվա վերջում սկսում է պակասել, որովհետև եթե Մարսը ջրհոսում բավականին ակտիվ էր, նախաձեռնող էր, գործունյա էր շատ, ճիշտ է, շատ էր խոսում, բայց ամենայն դեպս նաև աշխատում էր, ապա ամսի 22-ից Մարսը տեղափոխվելով Ձկներ նվազում է մեր ակտիվությունը, այսինքն մենք այլևս չենք ցանկանում աշխատել, չենք ցանկանում ինչ-որ նպատակներ իրականացնել, այստեղ մեզ մոտ գալիս է ինչ-որ տրամադրության անկում կամ ինչ-որ հանգիստ վիճակ, ցանկանում ենք պարզապես հանգստանալ։ Եվ այդ մասին արդեն խոսում է ամսի 25-ի լուսնի խավարումը։ Սիրելիներս, ամսի 25-ին
Արդեն ամսի 22-ից մենք կզգանք այս ազդեցությունը, ամսի 25-ին տեղի է ունենում լուսնի խավարում, կշեռքի 5 աստիճանում։ Ուրեմն տեսեք, լուսնի խավարումը սովորաբար վերջակետ է դնում։ Վերջակետ է դնում այնպիսի իրավիճակների, այնպիսի փոխհարաբերությունների, այնպիսի հարցերի, որոնք իրենց սպառել են։ Այսինքն տեսեք, կշեռքը ներկայացնում է մարդկային փոխհարաբերությունները։ Սովորաբար կշեռքները չեն սիրում լինել միայնակ, այսինքն կշեռքը միշտ սիրում է ունենալ կողակից, կողքի մարդ, որի հետ նա պետք է շփվի, որովհետև նա օդի նշան է, նա պետք է պարտադիր շփվի։ Եվ այս լուսնի խավարումը հենց ազդելու է մարդկային փոխհարաբերությունների վրա։ Սակայն այստեղ այս լուսնի խավարման ժամանակ լուսինը շատ լավ ասպեկտի մեջ է Պլուտոն մոլորակի հետ և նշանակում է այս խավարումը այնքան էլ ցավոտ չի լինի մեզ համար, այսինքն մենք կարող ենք նախապես տրամադրվել, որ մենք պետք է այլևս այդ մարդու հետ ենթադրենք վերջացնենք փոխհարաբերությունները, կամ պետք է պարզապես այս աշխատանքում, այս գործընկերոջ հետ պետք է այլևս չշփվել, կամ փոխել աշխատանքը, որպեսզի նրան չտեսնել։ Մի խոսքով, այստեղ փոխհարաբերությունների վերջակետ է դրվում, բայց այդ վերջակետը նշեմ նորից, որ այնքան էլ ցավոտ չի լինելու, որովհետև այս լուսնի խավարումը բավականին դրական միտումով է աշխատում։ Սակայն խորհուրդ կտամ բոլորիդ, մարտի 25-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում, երբ տեղի են ունենում լուսնի և արևի խավարումները։ Այս խավարումների ժամանակահատվածը կոչվում է խավարումների միջանցք։ Սա նշանակում է, որ մեր ուղեղը մթագնած է։ Մենք սթափ չենք, մենք չենք տեսնում իրավիճակի լրջությունը։ Եվ ամսի 25-ից, մարտի 25-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում փորձում ենք խուսափել ցանկացած լուրջ գործողություններից կամ լուրջ որոշումներից, որովհետև եթե մենք դա կատարենք և սխալ լինի, շտկելու հնարավորություն այլևս չենք ունենա։ Սա նշանակում է, որ սիրելիներս ամսի 25-ից մինչև ապրիլի 8-ը փորձեք ապրել ավելի խաղաղ, փորձեք ապրել սիրելիների հետ, փորձեք խուսափել ինչ-որ շատ կարևոր կամ լուրջ հարցերից։ Այնուհետև ապրիլ ամսին արդեն այնտեղ կունենանք մենք հետընթաց Մերկուրի, որը նշանակում է, որ ապրիլը դանդաղ ամիս է լինելու մեզ համար, անցյալի խնդիրներով լի, այնպես որ կարելի է օգտագործել մարտ ամսվա այս ակտիվ էներգիան։ Եվ ամսվա վերջում, ամսի 28-ին ունենք շատ լավ ասպեկտացիա, Վեներա Ուրան սեքստիլը, որը նշանակում է, որ ամսի 28-ը կարող է լինել հաճելի անակնկալների օր, կարող է լինել այնպիսի օր, երբ ձեզ անակնկալ հյուրեր կգան, կամ անակնկալ ինչ-որ ֆինանսական օգնություն կստանաք, չէ՞ որ այստեղ Ուրանն է ցուլում։ Այնպես որ ամսի 28-ին կարելի է սպասել ինչ-որ դրական լավ բաների։ Դա ինձ սիրելիներս այսքանը մարտ ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ